Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է «Թիմն անհանգիստ է, Փաշինյանը գունատ է, նյարդային նիհարած եւ ընկճված»։ Ժողովուրդը հայտնում է, Փաշինյանը բացատրել է, որ մեկնում է Անկարա հանդիպելու Էրդողանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով։ Հրապարակը գրում է, որ կպականները միաբերան ասում էին հեծն ազգայնացնելու չկան։ Փաստորեն Փաշինյանը ստել էր։ Ժողովուրդը գրում է Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբի տնօրենը մեկնաբանելու բան չունի։ Հրապարակը հայտնում է Արտակ Զեյնալյանի վերաբերյալ ուշագրավ արձանագրումներ կան, ինչպես կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդ։ Ժողովուրդը փոխանցում է, որ կպականներին հորդորվել է պատրաստ լինել ակտիվ քարոզարշավ սկսելու Սամվել Կարապետյանի դեմ։ Հրապարակը գրում է Սամվել Կարապետյանի գործով հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է։ Ժողովուրդն էլ նկատում է Սամվել Կարապետյանի կալանավորումն իշխող կուսակցությունում միանշանակ չի ընդունվել։ Ոմանք լուրջ ու պասիվ են,